բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների պահանջը ըստ էության օրենքով հիմնավորված չի, որը անհամաչափորեն խախտում է մեր քաղաքացիների իրավունքները, նաև մենք այսօր հավաքվել ենք ստեղ խոսելու այն մասին, որ եւ պահանջելու կառավարությունից եւ հիշեցնելու կառավարությանը, որ նրանց նաև պարտավորությունն է պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զեղծարարներից, այդ թվում եւ կիբերհանցագործներից եւ որոշ բանկերից։ Ներողություն կներկայացնեք, թե հավաքված քաղաքացիները մասնավորապես ինչ կիբերհանցագործությունների զոհ են դարձել, ինչ զեղծարարություններ են տեղի ունեցել։ Ես կիբերհանցագործությունների մասին հիմա կխոսամ, բայց առավել անհանգստացնող է բանկերում տիրող այլ զեղծարարությունները։ Մենք այստեղ օրինակ ունենք, որ քաղաքացին ուղղակի իր հաշվից գումար այլ հաշվի համարին փոխանցելուց մի թիվ պարզապես շփոթվել է, գումարը այլ հաշվի համարի վրա է գնացել եւ քրեական գործը տևում է արդեն իսկ մի տարի եւ այս գումարը որևէ կերպ վերադարձնել բանկի կողմից հնարավոր չի լինի։ Մեկնաբանվում է բանկի կողմից հետեւյալ բերք, որ չեք կարողանում իրենց չկարողանալու պատճառով, իրենց անկարողությունների պատճառով քաղաքացին ֆինանսական տույժեր չպետք է կրի։ Եվ այս նույն մեկնաբանությունը բանկերի կողմից արվում է նաև կիբերհանցագործությունների մասով, որովհետև մենք դեպքեր ունենք, որ կիբերհանցագործությունները, ես ներողություն եմ խնդրում կամ մի փոքր ցածր խոսացեք, կամ մոտեցեք, հեսա ես ձեզ հնարավորություն կտամ, հա, խոսելու։ Մենք դեպքեր ունենք նաև, որ կիբերհանցագործությունների հետևանքով տուժած քաղաքացիներն են անգամ ստանում պատասխաններ, որ մենք չենք կարողանում այդ գումարները հետ վերադարձնել, մինչդեռ ես կասկածում եմ, որովհետև այդ գումարները շատ հաճախ փոխանցվել են հենց նույն բանկի տարբեր հաշվի համարներին, ինչը տեխնիկապես պետք է որ հնարավոր լիներ, իսկ եթե հնարավոր չի կամ չեն կարողանում, հետևաբար պատասխանատվությունը պետք է իրենք կրեն, այլ ոչ թե քաղաքացիները։ Բայց տեսեք, բանկը այստեղ ինչ միտում պիտի ունենա, օրինակ խոսքը չեմ կարծում, հա 100,000 դոլարների մասին լինի, մարդիկ են, ովքեր բանկային 1000, 3000 թող լինի 100,000 դրամի փոխանցումներ են, հա, իրենց քարտին անում կամ իրենց ծանոթի։ Բանկը այստեղ ինչ միտում ունի այս ամեն ինչ։ Բանկը ունի միտում եւ ունի շահագրգռվածություն, որովհետեւ 100,000 դոլարների մասին է այստեղ խոսքը։ Մեր քաղաքացիները տուժել են 1 միլիոն դրամից բարձր մինչեւ 20 միլիոն դրամի միջակայքում մենք ունենք ահազանգեր, մենք ունենք դիմում բողոքներ։ Այո, այստեղ 100,000-ավոր դոլարների մասին է խոսքը գնում, որը կարող է եւ բանկը այո շահագրգռվածություն ունենա։ Եվ արդեն ես ասացի, բայց նորից եմ ուզում կրկնել, որ այդ սողանցքները, որ կան բանկերում, գուցե եւ հենց բաց են թողնված այդ սողանքները հենց այդ պատճառով, որովհետեւ ես ասեմ, որ մենք ունենք բանկեր, որոնք պատշաճ կերպով պաշտպանված են, եւ բանկերի անունները ես հիմա չեմ հնչեցնի, որ գովազդ չհնչի, բայց եթե 10-15 բանկ կարողանում է պատշաճ կերպով պաշտպանություն ունենալ եւ չլինեն սողանցքներ, ապա այդ 3-4 բանկերը ինչու չեն կարողանում, հա, այդ սողանցքները փակել, թող օգտվեն մյուս բանկերի փորձից եւ իրանք էլ իրանց պաշտպանի շերտերն այնպես անել, որ քաղաքացիները դրա պատճառով չտուժեն, նախ բանկը պիտի պաշտպանի իր հաճախորդին, բայց այստեղ բացարձակ այլ հարթության մեջ է դրվում հարցը։ Բանկը ունի շահագրգռվածություն, բանկը կարողանում է եւ բանկը թալանում է։ Իսկ ներողություն, ինչ սողանցքների մասին է խոսքը։ Դրանք տեխնիկական հարցեր են, մենք պատրաստում ենք այլ հարթակներում արդեն մասնագետների հետ միասին կներկայացնենք այդ սողանքները, մենք պատրաստվում ենք նաև այդ սողանքները ներկայացնել նաև կենտրոնական բանկին, նաև դատախազությանը, բայց հարց, արդյոք քննչականներին, քննչական մարմիններին հետաքրքրում են այդ սողանցքները, եթե հետաքրքրեին, գործեր կան մի տարի, 2 տարի, 3 տարի, այսքան ժամանակ այդ հարցերով զբաղված կլինեին, հենց սողանցքները բացահայտած կլինեին եւ տեխնիկական հարցերը լուծած կլինեին։ Այդ ոնց է մենք կարողանում ենք այս 1-2 շաբաթում այդ սողանցքները հայտնաբերել, այդ մարմինները քննում են ու մեղավորներին գտնել չեն կարողանում։
Իսկ այս ընթացքում որևէ հանդիպում եղել է կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Կենտրոնական բանկի աշխատակազմի հետ ունենք հանդիպում, աշխատանքներ տարվում են, գործուն քայլեր ենք ակնկալում, ոչ թե անհատական մակարդակով, այլ համակարգային մակարդակով քայլեր ենք ակնկալում, զուգահեռաբար աշխատում ենք իհարկե իրանց հետ, հանդիպում ենք ունեցել գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ, բայց ասեմ, որ գլխավոր դատախազության առաջարկը հետևյալն էր, գրված օրենքների շրջանակում անհատական դեպքերը խոստանում էին, որ հարցին լուծում կտան անհատական մակարդակով, դա էլ է, կարծես թե սառույցը տեղից շարժվում է, բայց մենք պահանջում ենք համակարգային լուծումներ։ Մենք պնդում ենք արդարությունը, որ քաղաքացին չպետք է թալանվի, քաղաքացին թալանի, այսպես ասած, առարկա չէ, հա? Այսքանը, եւ եթե ես կուզեի դիմեի այստեղ հավաքված քաղաքացիներին, եթե իրանք ասեն